Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Մայիսի 15-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամայի եւ Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Թիրանը, մասնակցելու Եվրոպական քաղաքական հանրության 6-րդ գագաթնաժողովին։ Տիրանայի միջազգային օդանավակայանում պետության ղեկավարին դիմավորել են Ալբանիայի փոխվարչապետ, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի նախարար Բելինդա Բալուկոն եւ այլ պաշտոնատար անձինք։ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը X սոցիալական ցանցում գրառում է արել կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի հետ։ Այսօր ես խոսեցի իմ սիրելի եղբայր նախագահ Իլհամ Ալիևի հետ եւ խորը երախտագիտություն հայտնեցի նրան Հարավային Ասիայում վերջին ճգնաժամի ընթացքում Ադրբեջանի կողմից Պակիստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։ Ադրբեջանի ժողովրդի եւ ղեկավարության համապարփակ աջակցությունը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ Պակիստանն ու Ադրբեջանը իսկական եղբայրներ են։ Մենք նաեւ քննարկեցինք մեր երկկողմ գործընկերությունը խորացնելու ուղիները, Պակիստանում ադրբեջանական ներդրումները մեծացնելու միջոցով եւ վերահաստատեցինք իմ հրավերը նախագահին այցելելու Իսլամաբադ առաջին իսկ հնարավորության դեպքում, գրել է Շարիֆը։ Մենք դեռևս չունենք սահմանադրության նոր նախագիծը, բայց մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը եւ գիտենք, որ այն հարցերը, որոնք բարձրացնում է Ադրբեջանը եւ ակնհայտ է, որ եւ դե յուրե եւ մեր սահմանադրական դատարանի որոշմամբ մեր գործող սահմանադրության մեջ որևէ պահանջ չկա մեր ոչ մի հարևանի նկատմամբ։ Սա արդեն իրավաբանորեն ամրագրված փաստ է։ Այս մասին Տիրանանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե արդյոք առաջարկվող նոր սահմանադրության մեջ անդրադարձ կլինի Հայաստանի անկախության հռչակագրին։ Նա նաև նշել է հետևյալը. Եվ ուզում եմ նշել նաև հետևյալը. ակնհայտ է, որ Ադրբեջանը երկու հարց է բարձրացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Դրանցից մեկը ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, եւ մենք ասում ենք, որ այդ օրակարգը մեզ համար ընդունելի է, եւ ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունն է չփակել հակամարտությունը իր տարածքում եւ հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք արտահանել, եւ դրա համար լուծում կա։ Մեր առաջարկած լուծումը հետևյալն է. ստորագրել խաղաղության պայմանագիր եւ դիմել ԵՀԿ-ին, միաժամանակ լուծարելու ԵՀԿ Մինսկի խումբը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանը համաբանակային հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացնում։ Ըստ Պաշտպանության նախարարության, զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրամանատարական որոշումների ընդունումը ներկայիս մարտական պայմաններում, հաշվի առնելով բանակի ժամանակակից փորձառությունը եւ ստորաբաժանումների մանևրելու հնարավորությունները, ինչպես նաեւ քննարկել պաշտպանական եւ հարձակողական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր։ Մոսկվան ձգտում է լիարժեք իրագործել Բաքվի հետ հարաբերությունների ամբողջ ներուժը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կեպազրույցի ժամանակ։ Գիտեք, մենք Բաքվի հետ հարաբերությունները կառուցում ենք 2022 թվականի փետրվարին բարձր մակարդակով ստորագրված Դաշնակցային համագործակցության հռչակագրի հիման վրա։ Մեր կողմը տրամադրված է հետևողականորեն իրագործել այս երկկողմ հարաբերությունների համար առանցքային փաստաթղթի ամբողջ ներուժը, ինչպես նաև լուծել առաջացող բոլոր հարցերը, փոխշահավետ ու փոխադարձ հարգանքի սկզբունքով, նշել է Զախարովան։ Նախճիվանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգիայի նախագծերի համար, իր հարուստ արևային, քամու եւ հիդրոէլեկտրակայանային ռեսուրսների շնորհիվ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Թամաշ Թորման, Նախճիվանի ինքնավար հանրապետություն կատարած այցի ժամանակ։ Դիվանագետը նշել է, որ հունգարական ընկերությունները հետաքրքրված են Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությամբ։ Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը եւ օգտագործել առկա հնարավորությունները փոխադարձ օգուտի համար։
Այս գործընթացն ակտիվորեն շարունակվում է, ասել է նա։ Դեսպանի խոսքով ընդհանուր առմամբ Ադրբեջանի հետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի Հունգարիայի համար եւ ընդգրկում է ոչ միայն ավանդական, այլև վերականգնվող էներգիայի աղբյուրները։ Բաքվի ռազմական դատարանում դատավարության ժամանակ ցուցմունք է տվել տուժող Քերիմ Նովրուզովը։ Նա պատմել է 1991 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Աղդերեի շրջանի Բաշ Գյունեյ-Փայա գյուղի վրա հայկական բանակի կողմից իրականացված 4 հարձակումների մասին։ Տուժողը հայտնել է, որ հայկական բանակի վերջին լայնածավալ հարձակումները տեղի են ունեցել 1992 թվականի մարտի 12-ին։ Նրանք հարձակվեցին Աղդերեի շրջանի 5 գյուղերի վրա, այդ թվում Մերբաշ Գյունեյ-Փայա գյուղի վրա։ Նրանք շրջափակեցին ամբողջ գյուղը եւ կրակ բացեցին տանկերից ու ծանր հրետանուց։ Նրանք ունեին բավարար ռազմական ուժ, զինված էին ավտոմատներով, գնդացիրներով եւ դիպուկահար հրացաններով։ Հայրս հերոսաբար զոհվեց 1992 թվականի մարտի 12-ին իր զինակից ընկերների հետ միասին, փրկելով խաղաղ բնակիչներին այս կոտորածից։ Այդ մարտում զոհվեցին նաև եղբայրս, 2 հորեղբայրներս, այլ ազգականներ եւ մանկության ընկերս։ Նրանք հրաժարվեցին հանձնել հորս ու մյուս զոհերի մարմինները, չնայած այս մասին բանակցություններ էին վարվում Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ, ասել է Քերիմ Նովրուզովը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։